Քիչ առաջ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց, որ երեխայի հայրը խեղդամահանելու ճանապարհով սպանել է երեխային։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել էր հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Ուղղակի բառեր չեն գտնում նկարագրելու այն, ինչ այս պահին զգում ենք։ Նշենք, որ այս պահին Ծափաթաղում է մահացած հայտնաբերված 3-ամյա Տիգրանի տանը քննչական գործողությունները շարունակվում են։ Տեղում գտնվող լրագրողները նշում են, որ քննիչներ, ոստիկաններ են տան բակում, ինչպես նաև տան ներսում։ Նրանք հարցաքննում են ընտանիքի անդամներին։ Մայրը փորձում է ուժեղ թվալ, բայց ժամանակ առ ժամանակ նրա աչքերից երևում է այն ցավը, որը որևէ բառով հնարավոր չէ արտահայտել։ Նա անընդհատ հարցեր է տալիս՝ ինչու, որտեղ, ինչ եղավ, որոնք ոչ մի պատասխան չեն ստացել։ Հիշատակվում է, որ նա հրաժարվում է խոսել տեսախցիկների առաջ, չնայած լրատվամիջոցները մշտապես մոտենում են, քանի որ նրա խոսքը միայն ավելորդ հոգեկան ծանրություն է առաջացնում։ Համայնքի բնակիչները շրջապատել են ընտանիքին, փորձելով աջակցել, բայց նույնիսկ ամենամոտիկները չեն կարող ամբողջությամբ փոխարինել այն ցավը, որը մայրիկն է ապրում։ Երեխայի կորուստը դարձել է ամբողջ գյուղի համար հոգեբանական մարտահրավեր։ Մարդիկ մասնակցում էին որոնումներին ոչ միայն որպես պարտականություն, այլև որպես հույս, որ հրաշք տեղի կունենա, սակայն իրականությունը հանգեցրեց ցավալի ավարտի, որը բոլորին ցնցեց։ Մայրը հիմա գտնվում է ծանր վիճակում ոչ միայն հոգեբանորեն, այլև ֆիզիկապես։ Այս ընթացքում հույսի և հիասթափության անդադար շրջանները մեծ բեռ են։ Գյուղի հարևանները, ընկերները, իրավապահները փորձում են նրան աջակցել, բայց գիտակցությունը, որ իր փոքրիկն այլևս տուն չի վերադառնա, նրա հոգեկան վիճակը շարունակում է ծանրացնել։ Այս ողբերգությունը հիշեցնում է, թե որքան զգայուն է մարդկային կյանքը, հատկապես երեխայի, և ինչքան կարևոր է ընտանիքին ցուցաբերել առավելագույն հարգանք, հասկանալ և հոգալ դրա ծանր հոգեբանական վիճակը։ Մայրն, ով իր ամբողջ կյանքը նվիրել է իր երեխաներին, այժմ ապրում է ամենադաժան փորձությունը՝ կորուստը, որը հնարավոր չի ոչ մեկի համար հասկանալ կամ փոխարինել։ Տիգրան Հովհաննեսովի կորուստը սուր հարված է հասցրել ոչ միայն ծնողներին, այլ նրա եղբայրներին, հորաքրոջը, բոլոր հարազատներին։ Ընտանիքի անդամները, որոնք օրեր շարունակ մասնակցել են որոնումներին, հիմա փորձում են համախմբվել, իրար կողքի լինել, հոգեբանական աջակցություն ցույց տալու համար, սակայն ցավն անխուսափելիորեն խորն է։ Մայրիկն, ով օրերով որոնում էր իր փոքրիկին, այժմ գտնվում է ծանր հոգեբանական վիճակում։ Նրա ամեն մի շարժում, ամեն մի հայացք, որը փնտրում է երեխային, վկայում է հուսահատության, վախի և անորոշության մասին։ Գյուղի բնակիչները, հարևանները, ընկերները, ովքեր եղել են որոնողական աշխատանքների ընթացքում, այժմ հավաքվում են ընտանիքի շուրջ՝ աջակցելու նրանց ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։ Եղբայրներն ու հորաքույրը, որոնց փոքրիկի կորուստը խորը ցնցել է, փորձում են հասկանալ և ընդունել իրավիճակը, բայց երեխաների հարցերը և անհամար ինչուները դարձնում են ամեն օր նոր մարտահրավեր։ Երեխաների համար դժվար է ընկալել, որ խաղի կամ տան տարածքում կորած եղբայրն այլևս չի վերադառնա։ Համայնքը, որտեղ տեղի ունեցավ այս ողբերգությունը, նույնպես լրջագույն ազդեցություն է զգացել։ Ծափաթաղում և հարակից գյուղերում մարդիկ մի քանի օր շարունակ մասնակցել են որոնումներին, միմյանց օգնություն են ցույց տվել, անգամ որոշները Երևանից եկել են կամ ավելի հեռավոր վայրերից։ Բոլորը հույս ունեին, որ երեխան կհայտնվի ողջ, սակայն ցավոք դա տեղի չունեցավ։ Նրանց սուգը համընդհանուր է ոչ միայն որպես անհատական կորուստ, այլև որպես համայնքային փորձություն։ Այս միջադեպը ընդգծում է այն հասարակական և մարդկային կապերը, որոնք ակտիվանում են ծանր ժամանակներում։ Բոլորը կանգնած են ընտանիքի կողքին, փորձում են մի փոքր աջակցություն տալ, սակայն գիտակցում են, որ ծնողների ցավը չափազանց խորն է։
Միևնույն ժամանակ իրավապահ մարմինները շարունակաբար վերահսկում և համակարգում են հետաքննությունը պարզելու երեխայի մահվան հանգամանքները, ինչն էլ հանդիսանում է կարևոր քայլ ընտանիքի և համայնքի համար բացատրություն ստանալու և ճշգրիտ փաստեր իմանալու համար: Այս ողբերգությունը հիշեցնում է, թե որքան նուրբ է մանկության պահը և ինչքան զգայուն է մարդկային հոգեբանական վիճակը նման դեպքերում: Ծափաթաղի համայնքը, ընդլայնելով իր աջակցությունը, շարունակում է շրջապատել ընտանիքին, ապահովելով ոչ միայն նյութական, այլև հոգեբանական աջակցություն, փորձելով մեղմել անխուսափելի ցավը: